5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Մայիսյան վերջին հանդիպումն է մեր, պատերազմական շրջանի հուշերի հաղորդման վերջին ալիքն ու շարքի վերջին պատումները։ Գարունը կյանքն է, լույսը, իսկ պատերազմը չկյանքը, մութը։ Պատերազմի մթության մեջ միակ լույսը ժպիտն է, որ ծնվում ու ապրեցնում էր։ Այսօր այդ ապրված լուսավոր դրվագներից մի քանիսը ձեր ճանաչողությունը կդառնան։ Այսպիսի պատմությունները 1001 էին, մի մասը գրառվել է, մեծ մասը ծնվել, ժպիտ առաքել ու մարել պատերազմի հերթական գործողությունների ընթացքում։ Որովհետև պատերազմի ժամին գիր չի գրվում, պատում չի գրառվում, հիշողությամբ այն հետո ասացվում ու վկայություն է դառնում։ Իսկ այդ ճանապարհին բազում պատառիկներ ժամանակի երախին ու դիպվածին կուլ են գնում։ Դուք այսօր մեկի մեջ 1000-ը կտեսնեք ու մի դրվագով ողջ պատմությունը կվերակերտվի։ Մեր կյանքի բաց գիրքն են այս պատումները։ Մեզ մեր տանը տեսնելու ու ճանաչելու իրական հնարավորությունն են սրանք։ Ընդունում են կամ չեն ընդունում, եթե ճանաչում են, իսկ սիրելու միակ եւ ուղիղ ճանապարհը ճանաչելն է։ Ճանաչենք միմյանց, որ այլևս երբեք չտրոհվենք, որ դիմակայելու ժամին դերերն ու դիրքերը ճիշտ բաշխվեն։ Կարոտ աղդա վիրավորվում է, աշկի բինը քուրանում, երկու ամսից ետր հվսելաչի անդում, ետ քիրավա կռև, կամաջրը կզդվում է, թա, կարո, կեզ կամիսավատը կրավ, եկալսի չայս, Սկիխալ կրը երկու աշկավ չկարում կրվին, դու մի աշկավ կրվողս։ Կամանջեր հինչ թափաղուտ կա, մինը ավտոմատա վիրան անես, աշկիս մինը հոպում տամ։ Եկ մի պետ դու պատպիս։ Սեքին դրամբոնա տակին վիրավորվում է, բերում են գոսպիտալ, դոկտորը հրցնում է։ Շտղակ վիրավորվալ։ Դրամբոնա տակին։ Թորքերը շատ ներել։ Դե հա մի 200 հոգին իլալ։ Պատուկ։ Մունքել չն խրեգիլեր, մի 10 հոգին իլալ։ Մաքս մինել պատմին սկաց։ Կրվեն են թեշ վաղթը վաղոն, վերքը պոս քինյայս չեն ելել, այդ վաղթը շենումը կինի արաղ ծախելը արգել աղն։ Վաղոն թակուն կինել ծխեիս։ Ավոտ ռատ մասե գիդումա, կյավ վաղոյացտոն, տասնուչանը կինավ լծած, պրդում կինին, կրանը պես թողում, կին սկսում է վեր տրնալը։ Վաղու գշանքանում ավոն թա։ Մեր տղերքները կիլան պոս, հալյեսելուն կիլան, մենակ էդ կրանը կապ է։ Միննել ես ու պատմում, վերդաշեն է գունեքին կրանը վերաթակում, միս պիրրրիմը, մարդիկ շիճն անում, նեմոյնին խրամատը, միչև հինդերթվե, ես ծկլը վեջավ չոնում, տամպադրամպը, ախր մինը ծեդատամ։ Արա եկնի մոտ ես խրամատը, ես սահատս մի խայթ է այնական, ես ծկլներ ասում եմ։ Վեր գրադիս տարադին կիրեցինի ծկլ, то что не ես կերովայց չար է, բայց եթե կերեց չինի, то արա վեր թակ է միջև էքուց։ Եվ այսպես մայիսյան այս վերջին ալիքի հետ ավարտվում է մեր ճանապարհորդությունը տխուր հիշողության ժպտացող ոլորաններում։ Այդ պատմությունները երբեք չեն ավարտվում, եթե կա մեկը, ով դրանք հիշում է կամ կհիշի ու կպատմի։ Եթե ժպիտը ծնվում է, դա ապացույցն է, որ լույսը հաղթում է մութին։ Եթե հիշում ենք, նշանակում է մենք այնտեղ ենք մեր հողի, մեր պատմության ու մեր նախնիների հետ։ Այս պատմությունները հաստատում են, որ մենք ժպտացինք, երբ ցավ կար, հիշեցինք, երբ գիր գրելու ժամը չէր և պահ տվեցինք ժամանակը զրույցներում։ Հիմա բարեկամներ,
Այս հուշերն այլևս միայն մերը չեն։ Նրանք պիտի ապրեն ամենուր, այնտեղ ուր լույս կա, պիտի ապրեն երեխաների մեջ, ովքեր լսեցին, զգացին ու կհիշեն։ Պիտի ապրեն, որ հիշողության զանգը երբեք չլռի։ Խոխեք, սաղս էլ գիտում ենք մունք հինչերի մեջ ավանքնցալ ու ես վստահ եմ, որ վերդուք այդ ամեն ինչը մոռացալ չեք, բայց մունք վեշ թա պիտի այդ ամեն ինչը հիշինք վերտեղրինք, այլ վեր ավելի պենդ մնանք։ Խոխեք, իսկ դուք կռևը հիշում եք։ Հա, կռևը բթելա, բայց մուք պիտի լույս տստակ, վեր ապրիք արած վխելի ու լող հիշիք։ Մունքը պատմում վեր կռևը պատմություն մնա, իսկ խաղը կյանք։ Այո, սիրելիներս, այդ պատմությունների ծննդավայրը Արցախն է։ Բոլոր բնակավայրերում բազում այդպիսիք ծնվում ու ապրվում էին, իսկ մեր այս զրույցներում այդ բնակավայրերից նշվեցին Դրըմբոնը, Բերթաշենը։ Դրըմբոնը Մարտակերտի շրջանի բնակավայր է, Թարթար գետի վերին հոսանքի աջ ափին Սարսանգի ջրամբարի հարևանությամբ։ Դրըմբոնի մերձակայքում են գտնվում մեր թվարկությունից առաջ երկուսից առաջին հազարամյակների դամբարանադաշտ, մատուռի ավերակներ ու սրբատեղիներ։ Իսկ մեզ հայտնի է, որ 2002 թվականից Դրըմբոնում շահագործվում էր բազմամետաղ հանքավայրը։ Բերթաշենը Արցախի չքնաղ գյուղերից մեկն է։ Մարտունու շրջանում, շրջկենտրոնից դեպի հարավ-արևմուտք, Մուխանքի դաշտաբերանում։ Իսկ դուք Մուխանքը գիտեք։ Գյուղը բազում անուններ ունի՝ Բերթաշեն, Աղջկաբերդ, Ուսաբերդ, Ղզղալա եւ Կարաքենդ։ Վերջին երկուսը օտարանուն են դարձել եկվորների տիրապետության շրջանում։ Մեծ համբավ ունի Բերթաշենի գինին խաղողի խնդողնի տեսակից։ Ասում են, որ խաղողի խնդողնի տեսակի հայրենիքը համարվում է հենց Բերթաշեն գյուղը, որտեղ այն ստացել են տեղական վայրի խաղողից։ Նույնիսկ իր հին Վրընդեն է անվանումն է պահպանել Վարանդա գավառանունից։ Իսկ հարևան գյուղերի բնակիչները բերթաշենցիներին ասում են. «Ղունաղ են հիրփցնող, նստավ մազաղ անող ղզղլեցեք»։ Բերթաշենը Արցախի մարգարիտն է։ Մեր իմաստախոս Պլոպուղին նաև Բերթաշենում սան ուներ, ինչպես Ճարտարում վաղոն։ Բերթաշենցի առակախոսը բոլորին հայտնի Բուդին է, Աբրահամ Ղահրամանի Ավետիսյան, իրական անուն ազգանունով։ Նա ծնվել է 1903 թվականին։ Բուդին կրթություն չէր ստացել, բայց աչքի էր ընկնում սրամտությամբ, արդարամտությամբ ու նաև միամտությամբ։ Մենք շարունակելու ենք այս ճանապարհը ու միշտ մեր հանդիպման վայրը մնալու է այնտեղ, որտեղ խոսքն իր ուժը վերստանում է ու ապրելու կամքն է մնում բախտ կռողը։ Պենդ կացեք, տեմ կացեք։